անում։ Չես տեսնում վազ եմ ջարդում։ Սպասի մի երկու հատ էլ ջարդեմ, կարող է փափուկ խաղալիք շահեմ։ Եթե մի հատ էլ ես կրակել, ապտակ ես շահելու, այ հարթագլուխ։ Այս ամեն իմ երջանկայի շատակ տատիկից մնացած ուշերն են։ Ավելի լավ Թամարա։ Դու տեղյակ չես, որ վազաները ջարդվելուց հետո նույնպես ընկնում են դրախտ։ Եթե մի հատ էլ ես կրակել, այսպես Սպասի, չշարժվես։ Սպանելու եմ քեզ։ Տարեկի հետ անպայման մենք պնդում ենք օգտեբան ու հաճախ տներ արձում ընկերներ ու ասկական բարեկամ ու հարևան մեզ օգնում են այդ հարցում լուսավոր ու արևքով բարձր որջը մտնիկով լինի գազոլինի լույս ունդեպի մասից նայող ապատրաստ ենք լիքվող որ ունենանք full house Ձգտականի պես ձգտում է օրը մինչև լույս հաճախ ուրախ մեկ անդուս Թե չեք ուզում այս պայքարից մնալ դուք գալիս դուրս Դες արկարոն է full house Ապրել եմ ուզում full house-ում Սուս, full house Ով է լսում full house-ում Սուս, full house Ինչ ենք եմ տասում full house-ում Սուս, full house Սեր եմ երասում full house-ում Սուս, full house Վերջ Մուշեղ ջան, ոնց որ խոստացել էինք, սմարթֆոն հեռախոսը տառանք, ապառիկով, ճանապարհին էլ մտանք Yandex գրանցեցինք քեզ, նենց որ դու արդեն ստաբիլ աշխատանք ունես, Yandex-ի վարորդ ես։ Հիմա համարենք, որ ես իմ խմացության ակտը վճարել եմ, չէ՞ Մուշ։ Ճիշտ ասած, երազանքս կատարվեց։ Վերջապես ես Yandex-ի տաքսիստ եմ։ Ոնց է սազում, այս գրածել եմ։ Բայց Արսեն ջան, դա չի նշանակում, որ դու պետքա շարունակես խմել։ Եթե մի անգամ եմ ես քեզ խմած բռնացրել, գնալու եմ կողքի գայի, տիկին Տամայորին ասեմ, որ ես իրան չեմ սիրում, ու սենց բոլորս միասին զրկվենք այս տանը ապրելու պրավից։ Ինչ ա եղել, Տամարա։ Մուշեղ զրկե կրակելա ձերքից։ Ոնց Սերգեյը կրակելա ձերքից։ Ոյ, Մուշեղ, ես քո տեղալն էի, Սերգեյն արդեն թաղել էի։ Մուշեղ, ոնց սիրածը տաղջիկա վրա կրակել են, դու ստեղ քո համար կանգնած ես։ Վայ։ Թողեք հլը։ Ասում եմ թողեք հլը։ Թողեք ասում եմ։ Մուշեղ ջան, բայց քեզ ով է բռնել։ Գնա։ Որ գնամ հաստատ բռնելու եք, չէ՞, չեք թողելու գնամ այդ Սերգեյի գլուխը ջարդեմ, ասում եմ թողեք, ֆելը թողլը։ Թող ասում եմ։ Ձերս թող։ Դու ես բռնել։ Թողլը։ Մուշեղ ջան, մի հատ հանգստացի, այ ինձ թվում է մի հատ պիտի կենտրոնանանք, պետք չի հապճեպ որոշումներ կայացնել։ Չէ, Տամարա, ես դրա գլուխը պետք է ջարդեմ, ասել։ Թողլը, թող։ Լավ, Սևակ ջան, դե պայմանավորվեցին, կես ժամից կլինեմ full house սրճարանում։ Լավ։ Տաթև ես հետդ գալիս եմ սրճարան։ Լսեցի։ Իմիջայլոց Սևակիդ մասին լավ բաներ չեմ լսում լիկա։ Վերջերս էլ մի հատ հոդված կարդացի, որտեղ գրված էր, որ Սևակը հանրային վայրում մարդ է ծեծել։ Տաթև, իսկ որ կայքներ գրել այդ հոդվածը։ Չարլեզու կետեյեմը, թե շենքի պարով կետկոմը։ Դու վերջապես երբ ես հասկանալու, որ ամեն լսածի պետք չի հավատալ։ Ուղղակի մարդկանց մոտ նենց կարծրատիպ կա, որ եթե պատգամավորի տղա է, ուրեմն անպայման պետքա լկտի լինի։ Ես 2 ամիս է իր հետ շփվում եմ ու լավից բացի ոչ մի վատ բան չեմ տեսել։ Ավելին ասեմ, ուրեմն այն օրը իր մեքենայով կարմիր լույսի տակ կանգնած էինք, ու մի հատ մուրացկան մոտեցավ, ու ինքը 2000 դրամ փող տվեց այդ մուրացկանին։ Լիկա, բայց ինչ զարմանալու բան կա, երբևէ մուրացկանին փող տված չկաս։ Տաթև, հարցը փող տալու մեջ չի։
Հարցը այն է, որ Սևակը լինելով падգամավորի տղա, կարմիր լույսի տակ կանգնում է։ Բա տենց ասա Լիկա ջան։ Փաստորեն այդ Սևակը լավ էլ տղա է։ Ապրի մեր փեսեն։ Այն ուշեղը ինչա ձենը գցել գլուխը։ Ջուտիկ, գիտես չէ, պապան էր զանգել։ Ասում է քո մասին հետաքրքրվել է, քո մասին լավ բաներ են ասել։ Որտեղ է հետաքրքրվել մեր թաղերում։ Չէ, բանկերում։ Փաստորեն դու բանկերում լավ էլ հարգված տղա ես։ Զարա ջան, ով իմ չափ բանկերում վարկու ապառիկ ունենար ու ժամանակին մուծեր ու հարգված չլներ ցավը տանեմ։ Ես բանկային հեղինակություն եմ հասկանում, ես։ Մարդիկ, որ ուզում եմ ես իրենց համար երաշխավոր կանգնեմ, հենց կոյնակ բամբաներկով են գալիս իմ մոտ։ Դաշը լսել եմ ես վերջերս, որ ինչ-որ առիթներին իմ մասին երգելեր են երգում, հասկանում ես։ Գիտես, որ երգ են բանը։ Ինչ գիտես։ Ամեն ասում է, մի հատ շուտ կանչեք, երաշխավորը ջան արի, առանց պես մեկա վարկս չի լինի, հələ մի հատ շուտ կանչեք, երաշխավորը ջան, լավ, ստացի։ Գնա լպես ինչ են ուզում ես Սևանի մոտ։ Աչի գնա։ Բարև բարուց չկա։ Բայց դու ես եկել դուք պետքա բարև տակ, ես ինչի պետքա բարև տամ ձեզ, հա։ Լսի այ բարմենոիդ, ես որ միտեղ մտնում եմ, առաջինը ինձ եմ բարևում, բաբշկի տող արա։ Ես ինչ անշնորհ պահված կարա, օй։ Առաջի, արքայա։ Տարկա ջան, թող ցավում էլի ցավը տանը։ Ոնցոնից չես ճանաչում, հարը ծանոթանանք։ Մանուս Սևակա։ Աթաչելի է, բայց կընտրում եմ էլի ցավում արքա ջան։ Լավ, հանգստացի։ Ես անկերույս է գալու, մեզ լավ կնայես, թե չտնեցիք ստիպված ենելու քեզ հիվանդանոցում էր, կողմից լավն է, հասկացա։ Բան չկա արքա ջան, ես ով եմ, որ քեզ լավ չնայեմ, հասարակ մի մոս։ Խրմուշեղ, ոնց չես հասկանում, ես էլ չեմ կարողանում այդ սապրագլխի արարքներին դիմանալ։ Վերջ ես որոշել եմ, ես գնում եմ այդ $1 միլիոն տամ դրան ու բաժանվեմ, վերջ։ Ստոպ, մի րոպե, Տամարա։ Չկա նման բան։ Դու Սերգեյից չպետք է բաժանվես։ Դու Քրքորյանի թոռը չես, որ ասում ես թքած այդ $1 միլիոն վրա։ Հետո մոռացել ես մեր ամուսնական շրջագայության մասին, Դուբայում կոբուլեցի վերջապես, լեբլեպի, Սխելիսիմինդի, տապկեբի։ Ես այդ հարցերը կլուծեմ, ես այդ Սերգեյի հարցերը հաստատ կլուծեմ։ Մուշեղ այդ հարցը հիմա է պետք լուծել։ Մի քիչ առաջ դարել էր Մուշեղ զորավարը ուզում էր գնա իր հարևան հողերը գրավել։ Հիմա այդ ինչ եղավ որ տենց փափկեցիր։ Էլի կգնամ, հարց չի։ Ուղղակի ես ստեղ ավելի պետք եմ։ Ես պետքա Տամարայի կողքին լինեմ։ Ճիշտ է ասում։ Մուշեղ, ձերքս ցավում ա, որ խնդրեմ կպաչես անցնի։ Այստեղ։ Ես հեռախոսս չտեսար, դու նոր ենք առել։ Տեսել եմ իմիցա։ Այս մասը ցավում ա, կպաչես։ Այստեղ որ սս մտնում ես։ Ճիշտ է, Մուշեղ, ես լսել եմ, որ պաչելը ոչ ավանդական բուժման մեթոդ է։ Հնում մարդիկ գիտես ինչ ծայրահեղ հիվանդություններ են բուժել պաչելով։ Արսեն ինչ ես էշեշ խոսում։ Լավա չասեցիր պաչելով ստամոքսի խոց եմ բուժում կամ իշիած։ Չես ջղայնանում, ճիշտ է ասում, պաչի կանցնի։ Այստեղ ցավում ա։ Ո՞կամած։ Անցավ։ Իջել ոնց որ թուլանում ա, այստեղ։ Ես մասը բայց ինչ կապ ունես։ Բայց տալիս այդ կողմից։ Լավ ժողովուրդ։ Ոնց հասկանում եմ, պաչիկները բարձրանում են, կենասներն էլ քաղցրանում են։ Մենք ձեզ լքենք, չխանգարենք, ձեզ բարի ժամաց։ Ֆելոուր եք գնում, ախպերանք։ Բարի ժամաց։ Այդ մոծն է կպաչես մի հատ։ Դնում եմ, ցավում ա։
Ոյ ջուտիկ։ Ռուբուշ ինչ կապ ունի, որ պատգամավորի տղա է։ Արի գնանք դրան բռնենք, ծեծենք։ Նայ, սենց կանենք։ Դու ձեռքերը կբռնես, ես կսկսեմ ծեծել։ Ես փոքր ժամանակ կարատեի եմ գնացել, ես կարողանում եմ ծեծել։ Լավ էլի։ Դες չի հավատում, չես հավատում։ Չէ։ Բարև ջան։ Բարև Սավակ ջան։ Ինչպես միշտ հրաշալի տեսքում ես։ Մերսի դու էլ։ Իդեպ ծանոթացի ընկերուհիս Տաթևը, որ միասին ենք ապրում։ Համելինքը այս սրճարանի տնօրենն եմ։ Շատ հաճելի։ Փոխադարձ։ Լավ, դե ես ձեզ չխանգարեմ, եթե ինչ-որ բան պետք լինի, այստեղ։ Սավակ ջան, հիմա կգամ, հա, ինձ որ խնդրեմ հատ սուրճ կպատվիրես։ Շատ լավ։ Լսում եմ Արքա։ Այդ լավ է, որ այդ ականջով լսում ես։ Լեզու թանի։ Եթե տնօրենիդ պատմել ես մեր այսօրվա խոսակցության մասին, այդ լեզուդ կտրելու եմ, հասկացար։ Հապկա ֆապան պրոբլեմ չկա։ Ինձ երկու սուրճ բեր։ Իսկ ֆուտը բավակ ցուն պատմը։ Ամառ այդ լեզուդ ներս տալ բան չեմ հասկանում։ Սավոտանը ասում եմ սուրճը դառնես խմում նորմալ թե քաղցր։ Սև նորմալ։ Եղավ Արքա ջան։ Արսենը դուր գնացիր եկար տենց արագ։ Ոչ, Ֆելջան, իջա դուրս մտ ֆորացի եկա։ Իսկ որ դրսում ֆռում էիր, կարող եք կուրտկայիդ մեջ ինչ-որ բան անկել։ Չէ։ Ֆելո։ Ախպորես ֆելլավ։ Լավ էլի Արսեն։ Ինչ ես ընկել լյարդից հետևից։ Երկիչ տղա ես, լուսին ես անպիտակին երկից հետո մարդիկ ես դրսում արդեն ճանաչում են։ Ինչ ես ուզում անպայման մի հատ հացական կպցնեն։ Գիտես այսօր դրսում Արսեն Գրիգորյանին տեսա։ Ո՞ր մեկին։ Մերոին? Չէ, Ասոին? Չէ, Խուճուճին? Չէ, բա ո՞ր մեկին։ Ալկաշին։ Ո՞ր։ Ֆելո ես խմում եմ նրա համար, որ լիկային մոռանամ։ Դու լիկան երբեք չես կարող մոռանաս, որովհետև իր այդ նույն տան մեջ ես ապրում։ Եթե ուզում ես մոռանաս, գնա այս տնից։ Չեմ գնա այս տնից, թող ինքը գնա։ Արսեն, դու ուզում ես, որ Մուշեղն իմանա, որ դու էլի խմում ես, ու մենք բոլորս այս տունը լքենք։ Զարել արի։ Նա այս կոֆեն տարեն սեղան։ Զարա, մի հատ կգաս։ Զարա լսիլ է, հանկարծ Տաթևը քեզ սևագից ինչ-որ բան կհարցնի, այսօրվա դեպքի հետ կապված ոչ մի բան չպատմես է։ Դառնում ես ձուկ։ Գիշես։ Ես ո՞նց ցուկ դառնամ, ես ու կախարդ չեմ։ Դե պատմես հանդիպասում։ Լավ չեմ պատմում։ Գնացի։ Ասես լավ ինձ։ Շատ լավ անցավ, գնացինք, ես ու Տաթևն ենք։ Մերսի։ Սավոտարım խնդրում եմ էլի Սևակ ջան, ինչ մի պատժելի, ես ինքս ինձ կպաժեմ, ուզում ես հետ ստեմ գլուխս ջարդեմ, կարամ էլի Սավոտարım, ուզում Հարգելիս, ներողություն խնդրելու կարիք չկա։ Բոլորիս հետ կարող է պատահել, նորմալ է ամեն ինչ։ Սևակ ջան, ներողություն եմ խնդրում մեր աշխատողի անփութության համար։ Հիմա կասեմ սուրճ կբերեն։ Նորմալ է, չէ, պետք չի։ Եթե երկրորդ անգամ ինձ վրա սուրճ տապվեն, հաստատ գործից հանելու եք, ես էլ չեմ ուզում իմ պատճառով մարդ դուրս գա գործից։ Դրա փոխարեն առաջարկում Լիկա ջան, գնանք ձեր տուն սուրճ խմելու։ Սևակ ջան, իսկ կլինի հաջորդ անգամ գնանք։ Չէ, էլի, ոչ մի հաջորդ անգամ։ Ես ուզում եմ քո դրած սուրճը խմել, արի գնանք։ Ոչ մի խնդիր, գնանք։ Գնացինք։ Ռուբ, այդ դիտմամբ թափեցիր սուրճը վրա։ Չէ, Տաթև ջան, ինչի համար պետքա դիտմամբ թափեմ Սևակի վրա սուրճը։ Ինձ ինչ արե որ այդ տղեն։ Լուրջ ես ասում, այլ օշտակ։ Պարնում ես, քուզախ չեմ։ Հա, կյանք։ Ինչ։ Արսեն, Սևակը Լիկայի հետ գալիս է տուն։ Մենք պետքա շուտ տնից դուրս գանք։ Ինչ։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Թողել եմ այդ գատենամ այդ ովը։ Արսեն, Սևակը չգիտի, որ Լիկայից ու Տաթևից բացի այս տանը էլի մարդ է ապրում։
Բա թող գա, թող իմանա։ Բա վաղը չանցուրը կարող է թաղապետ է մարդը դառնում, բա չիմանա իր բնակիչները ովքեր են, Ֆելո ջան։ Արսեն մեր լյարդը գլուխը հավաքի ու հասկացի ինչ ես խոսում։ Հենց հիմա հավաքվի գնում ենք։ Ֆելնայի սև լեմոն։ Իշը դրա ժամանակն է։ Լսի, Լիկան Սևակի հետ հենց հիմա գալիս է տուն։ Պետք է մի բան անենք Տամարային ցերենք այս տնից, մենք էլ մաքրվենք։ Վատ ես Ֆելո։ Տամարան միջև իրիկում որոշել է մնա այս տանը։ Էնի են տունը ոտ դնող չի։ Ոնց ցերեմ։ Ուշեղ քոնկերուինը ոնց ուզում ես ցրի։ Ժամանակ չկա արագացրու։ Նյու, սպասի։ Մուշեղ ջան, ձերքերդ լվա արի, արդեն ճաշը պատրաստ է։ Հա։ Տամարա ջան, ասում եմ, կարող է տանը հաց չուտենք, գնանք դրսում հաց ուտենք։ Դու ինձ ընթրիք ես հրավիրում։ Հա, ստացվում է, որ հա։ Շատ լավ։ Տաքսի պատվիրեց, հիմա կգա կգնանք։ Չհասկացա Տամարա։ Վարորդը կողքդ կանգնած դու տաքսի ես պատվիրում։ Մոռացել ես, որ ես էլ ավտո ունեմ։ Չէ, իհարկե չեմ մոռացել, Մուշեղ ջան, ուղղակի մտածում եմ, որ գնանք այդպես մի ռոմանտիկ վայր, ամեն մեկս մի գավաթ գինի կխմենք, հետո այդպես մի քիչ կակտիվանանք, էլի կխմենք այդպես ջնջված, ոչնչացած, ոնց ես ղեկին նստելու։ Ահա։ Փաստորեն, քեզ ամենամոտիկ տաքսիստը ես էի ու քո պատվերը ինձ եկավ։ Ասեմ, որ դու իմ առաջի պատվիրատուն ես։ Հենց որ իմ ավտոյով կգնանք։ Ուժեղ փաստորեն գինի չենք խմելու։ Չէ, Տամարա, միանշանակ չէ, որովհետև ես ղեկին ընդհանրապես չեմ խմում։ Չէ, գնաց։ Արսեն, ախր դու ոնց չես հասկանում։ Սևակը որ եկավ քեզ տեղ տեսավ, գիտես ինչ պատերազմա սկսելու։ Ու դրանից հետո ես ձերոնց աչքերի մեջ ոնց եմ նայելու, Արսեն։ Ուզում ես տենց էլ նայի, աղբես։ Սևակ ջան, համեցի, այսօր մեր տունը։ Լավ, ավատ չի։ Բայց մի քիչ փոքր չի երկու կոմր։ Փոքր։ Սևակ ջան, այս տունը 100 քառակուսի մետր է ու ինձ թվում է երկու հոգու համար նույնիսկ մեծ է։ Երևի ճիշտ ես ասում, ես եմ մեծ տանը սովոր։ Ուղղակի մեր տան զուգարանը արդեն 100 քառակուսի մետր է։ Պարզի։ Լավ, ես սուրճ դնեմ, դու էլ տեղավորվի։ Ջուզում։ Ռուբեն, կարծում եմ հասկանում ես մեր տանը ինչ քաոս կարա սկսվի։ Հա, իհարկե հասկանում, Տաթև ջան, դե գնա, դու էլ գնա, որ Լիկայի հետ կարողանաք Սևակին խաբեք, մափեք, էլի։ Ստեի հետ էլ կապված պրոբլեմ չկա, հանգիստ եղի, ես ստե տիրություն կա։ Տաթև ջան։ Ուշադիր կլինես, կապի մեջ։ Բարև ձեզ տղեկ ջան, ինչ-որ բան կցանկանաք, հա։ Ուզեք մի սուրճ հյուրասիրեմ, էլի իմ կողմից, էլի ես հյուրասիրում եմ ցավոտ տանում, հա։ Մի վարկյան, ես իմ հաշվին ցավոտ տանում, էսա ճիշտ է։ Սևակ ջան, իսկ ինչի ես ուզում մտնես քաղաքականություն։ Դու չգիտես, որ քաղաքականությունը ճահիճի նման բան է, որ մտնես, էլ դժվար կկարողանաս դուրս գալ։ Լիկա ջան, ես քեզ խոսք եմ տալիս, որ մտնեմ քաղաքականություն, բոլոր ճահիճները ասֆալտապատելու։ Իդեպ գալիք ընտրություններին ում ես ընտրելու։ Սևակ ջան, արի մեր հարաբերությունները չքաղաքականացնենք, լավ։ Ես իմ ընտրությունը կատարել եմ ու ընտրել եմ քեզ։
մարդը մեկը ասի մարդուրտը բերում տուն, Սևակ ջան, այս մեր կողքի հարևանն է, ինքը ամեն օր խմում է ու սենց բարձր խոսում է։ Չհասկացա, հարևանի տաննա ձեր տան ինչ ասես բարձր լսվում։ Սևակ ջան, ուղղակի մեր շենքի պատերը նենց բարակ է, որ մեկ-մեկ ոչ միայն ձենն է լսվում, այլ նաև տեսնում ենք, թե ինչ անում մեր հարևանը։ Բարձա։ Սուրճ խմենք։ Մարդ վախից ինչի ասես ընդունակա։ Ում ասեմ, որ պատարակաղի դարակում էի պաղկվե, ոչ մեկ չի հավատա։ Բարև ձեզ։ Ում եք ուզում։ Վելջան, քեզ մերսի շատ, որ Արսենին մեկ ուսացրեցիր։ Ճիշտ է, Սևակը շատ դասերակված տղա է, բայց եթե Արսենին ստեղ տեսներ, հաստատ պատերազմ էր սկսվելու։ Ժողովուրդ, հիմա մենք ավելի լուրջ խնդիր ունենք, ու այդ խնդիրը հեսա ուր որ է հասնելու է տուն։ Ճիշտ ես, Տաթև։ Մենք էլի պետք է ուշեղից Արսենին մի ձևի թաքցնենք։ Ուշեղ ջան, շատ շնորհակալ եմ, որ այսօր դու ինձ աննկարագրելի երեկո նվիրեցիր։ Խնդրեմ Տամարա ջան, շնորհակալության կարիք չկա։ Որ օրվա ընկեր ունենք, որ ոնց որ տենց օրեր քեզ չնվիրեմ։ Մանա։ Ոնց որ ասած արդեն ուշ է։ Եվ ես գնամ քնեմ, հա։ Գիտես չէ, հիմա ինձ համար ինչ դժվար է։ Պետք է թույնս այս ամենից հետո ես գնամ ու էլի Սրիկայի դեմքը տեսնեմ։ Այդ որ հիշում եմ ուզում հենց այստեղ շքամուտքում էլ քնեմ։ Տամարա ջան, ես քեզ ասեցի, չէ, այդ Սերգեյի հարցերը ես կլուծեմ։ Ու հիշում եմ։ Հա։ Համարի այդ հարցը լուծված է։ Լավ դե բարի գիշեր։ Հա, մի րոպե։ Դու ոնց որ մոռանում ես մեր պայմանավորվածության մասին։ Որը։ Մինչև մեր ամուսնանալը ոչ մի սիլի ու առավել եւս ոչ մի Բիլի։ Այո, ոչ մի սիլի բիլի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Սերգեյ, այդ ինչ է վիճակդ։ Իբր դու տեղյակ չես, հա։ Իբր դու ես սպանդիս հետ կապ չունես, հա։ Լսի քեզ ինչ եմ ասում, Տամար աղջիկ։ Դու պատասխան ես տալու ես ամեն մի շարժվող ատամիս համար։ Չես դադարում ինձ զարմացնել, Մուշեղ ջան։ Շատ շնորհակալ եմ։ Տականք քեզ տեղն է։ Ուզում եք ասեք Արսենը տանը չի ու այս սպիրտի հոտը ձեր մանիկյուրի ացետոնի հոտն է, հա։ Հա, Մուշեղ ջան, կարաս տունս տուգես ու համոզվես, որ Արսենը տանը չի։ Գնացել է գործի ու դեռ չի եկել։
Ինչ եք կանգնել։ Դավայ ազատեք սենյակս, ես պետք է քնեմ։ Արագացրեք։ Բարի գիշեր, Մուշեղ ջան։